Ռուսաստանի հետ արտահանման հետ կապված տեղյակ եք։ Հենց այսօր 100,000 թքեցի պետին ես։ Ինչպես։ Ինչպես Ռեհանս մնաց ջերմոցի մեջ առանց քաղել։ Սև Ռեհանս 1500 դրամով սաղ ձմր տանջվել է, պետք է Ռեհան տայ։ Մնաց ջերմոցից մեջ է, քաղեմ Թապեմեյան։ Ես ինչքան բերեմ ստե 50 դրամով Ռեհան ծախեմ դաստե, որ այդ փողերը անեմ։ Չեք կարողանալու այս ներքին մենակ հայկական շուկայով բաղ։ Չէ, որտից կարենանք, մենակ ես ոչ եմ, մարդիկ հեկտարներով դրած է։ Հələ 1000 նորից 1000 մետր դրել եմ, նորից պատրաստվում է 3000 մետր դնեի, հանուն Ռուսաստան ուղարկելու։ Ես արդեն տարիներ շարունակ կծուբի բար, Ռեհան, համ եմ, տալիս եմ մարդիկ տանում են։ Դրա համար էլ լավ ենք զգում ես, սով շատ վատ ենք զգում։ Լույսը բացվել է, արդեն վատ ենք զգում։ Հենց նոր Ռեհան տանողը ստղետ, ասում եմ ինչ կլինի, մի 20 կիլո գոնե տար, սրտեն անեմ, ասում եմ չկա, ասում եմ, վեշը տարել ենք այրոպորտ, հետ ենք բերել, թափել ենք էյան։ Շատերն ես ասում են, որ հունիսի 7-ի ընտրությունների հետ է կապված, որ այս Բան չի պետք է կապված լինի։ Ձեր կարծիքով ոնց պիտի լուծեն այս հարցը։ Ինչ իմանամ, ես անգրագետ մարդ եմ, Ազիզ ջան։ Իշխանությունները փոխվի, թե այս իշխանությունները։ Ես անգրագետ մարդ եմ, այդքան տեղը չեմ հասկանում։ Կներեք, ես այդքան տեղը չեմ հասկանում։ Իսկ դուք ինչ եք պատրաստվում անել։ Ես պատրաստվում եմ կարտոշք եմ վաճառեմ, Ազիզ ջան։ Էլ Ռեհան չեք անելու։ Էլ անեմ ինչ անեմ, ում տամ, հլեսի ուտում են ժողովուրդը լավոցն է։ Հլեսի կարում ենք ստե ժողովրդին ծախենք, Ռեհանը անեմ այդքան ինչ անեմ։ Կարող անեմ հիմար, իմ տան համար ու ասենք կավելանա գբերենք, չեք չորացնենք ձմերը կլսնենք ճաշի մեջ։ Տեղյակ ենք, որ չեն թույլատրում ինչ-որ դուս անեն, բայց այդ յուղացին մեղավոր է, ես մեղավոր եմ։ Ձեզ վրա ոնց է ազդելու։ Դե ես իմ ապրանքների 70% արտահանում եմ Ռուսաստան, բայց արի ուտես այսօր սաղ կայնել է։ Ապրանքներից 30%-ը հետ է եկել։ 30%-ը։ Հա։ Իսկ այս Երկու ֆուր հետ է եկել։ չի փչացել այդ ապրանքները։ Թափել եք։ Թե Որոշ մասը թափել է, մեծամասնությունը թափել է։ Իսկ գնային փոփոխություններ նկատում եք։ Էժանա, ստեղ էժան։ Էսի մեր աշխատանքը չարչարանքի դիմաց օբյեկտներ են կառնում քուրս։ Իսկ ինչ եք պատրաստվում անել, որ Ինչ կարանք անենք քուրս։ Մեր ձեռին ինչ կա։ Շարունակեք։ Ժողովրդին ով է բանի տեղ դնեմ։ Հա։ Որ իմանամ ժողովրդի կարծիքը կհասնեն ուրիշ բան չեն արցնեմ։ 90-ական թվականներից մինչև առեսօր այդքան կառավարություն փոխվեց, ով է ժողովրդի կարծիքը հարցրել, մինչև առեսօր, որ այսօր հարցնի։ Էլ աշճելած, նույնը հարցնի։ Շարունակելու եք նույն ձևով արտադրել վարունգը, որ գիտեք, որ չի արտահանվելու։ Դե չի արտահանվելու, ես էլ վեկանել եմ իմ ապրանքը բերել եմ շուկա, ինչ անեմ։ Օբյեկտներով ծախում եմ։ Այստեղ տեղական միայն Հայաստանի շուկայով կարող եք բավարարվել։ Եթե Չէ։ Չի բավարարի քուրս։ Իսկ ինչ եք առաջարկում Ռուսաստանի։ Առաջարկել որ պայմանագրերը կապեն, որ կանանք յուղացու վերքը մթերեն։ Եթե չենք թողում արտահանեն, գոնե իրանք մթերեն։ Եթե չեն մթերեն, որ մենք էլ ճարհատված ընկել ենք այդ բաների հետևից, ինչ կարանք ինչ անենք։ Սա հիմնականում կապում են քաղաքական ենթատեքստերի Հա հետ։ դե բնական է, բնական։ Ինչ եք սպասում ներկա իշխանությունների մնան, բայց կարգավորեն թե։ Չեն կարող կարգավորել։ Այս իշխանությունը թե կարող կարգավորել 8 տարի կառավարության գլուխը կարգավորել։ Հա, սարակ բան։ Նույն ձև շարունակվելու է այդ սահմանափակումները։ Էդի կախված է ժողովրդից։ Կախված է ժողովրդից։ Ամեն մեկն իր խելքն ու գաղափարն ունի։ Ես ոնց կարամ որևիցե մեկին ասեմ սրան ձենտուր, նրան ձենտուր։ Ամեն մեկն իր խելքով, գաղափարով այդ մանդրության։ Թող դա նորմալ ձև ընտրություն անեն։ Գիշեք վարունգը մոտ 2 շաբաթ առաջ ինչքան եք վաճառում։ 2 շաբաթ առաջ վաճառել եմ 3.20, այսօր ծախում եմ 200-ից։ Մեծ քանակությամբ ջերմոցների մշակել։ Հազի բերում եմ իմ աշխատողով բանով։ Ինչքան քանի տոննա եք արտահանում կհիշ։ Դե տոննայով չի, ես 2 օրը մի անգամ վարունգ եմ խաղան։ 600 կիլո, 400 կիլո դից։ Բայց որ իմանամ կարամ դուս հանեմ, չէ՞ թա բերքս փչանա, տեղում ես կհանձնեմ մարդիկ էլ կտանեն մեր կողմից էլ իրանք աշխատեն, բայց չեն թողում, չեն թույլատրում։ Հիմա մարդկանցը գալու են ասում են նիսյա բարձր, նիսյա տամ։ Գնաց, ինչ իմանաս, կհասնի տեղ, թե կտանի կթափի։ Ես էլ տանջվել եմ, գարնանից, հունվար ամսից տանջվել եմ, բերել եմ, հասել եմ բերքս իր նպատակին։ Թափեմ։ Ճարհատված բերում եք շուկաները վաճառում ենք ինչ անենք։ Վերամշակվում հետ շատ առնում, քան թե գյուղացի։ Բերում ենք տալում ենք
Քաղաքացուն ինք կայնած իր 50 դրամը առնում է։ Իսկ յուղած ին տանջվելով այդ 50 դրամը չի մնում իր։ Ամեն ինչ էլ հաշվարկած է, էլի քունը ձեր չի տալ։ Թող մշակելը ձեր չի տալ։ Եթե ես գներով մնաց, այդքան ծախսեր եմ անում։ Մենակ ես տարեկան էսի ինչքան ծախս եմ արել, գազեր եմ վարել ջերմատներ։ Բայց շարունակելու եք դին գործ անել, որտեղ Եթե sense գնաց գազներ փակեցին, դա թանկալներով խոսակցություն, եթե թանկացավ, ես ո՞նց կմշակեմ, այդքան գազը ես ո՞նց կվարեմ։ Էլի մոքուդուս որն է։ Աշխատեմ իրանց համար։ Ռուսաստանը չի ուզում էլ հայկական մթերքները։ Ձեր կարծիքով ստեղի մթերքների գինը չի իջնելու։ Բարիշկա, եթե տենց էլի Ռուսաստան չեթա, դիշնի, եթե սամա սաբոյ բնական է, դիշնի էլի ստեղելելա։ Ելակա իմը, բայց ինչ կապ ունի, ասենք այսօր ելակա, վաղը ասենք կանանչ եղենա, թարխունա, համենա, սամիթա, տարբեր բաներ ունի։ Օրինակ կհիշեք մի 2 շաբաթ առաջ ինչքան էի ելակը վաճառում ու հիմա չոր գնային փոփոխություն եղել, հա։ Իհարկե այո։ 2 շաբաթ առաջ 4.5-5 ենք ծախում, հիմա 3000 ենք ծախում, 2000 ենք ծախում։